Լուսաստղ հասարակական կազմակերպությունը տասնամյակներ շարունակ ծրագրեր է իրականացնում նպաստելով հաշմանդամություն ունեցող անձանց լայն ներգրավվածությանը համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական և ընտրական գործընթացներում։ 2020 թվականից կազմակերպությունն իրականացնում է նաև դիտորդական առաքելություն ընտրությունների ընթացքում։ Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել այն ընտրական տեղամասերը, որտեղ առկա են մատչելիության խնդիրներ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ուսումնասիրվել են նաև նրանց ընտրական մասնակցության ցուցանիշները։ 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Լուսաստղ ՀԿ-ն կրկին հանդես կգա դիտորդական առաքելությամբ։ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ կազմակերպության դիտորդները վերապատրաստվում են, ծանոթանում իրենց իրավունքներին ու պարտականություններին, ինչպես նաև ընտրական օրենսգրքի պահանջներին։ Կազմակերպության նախագահ Անի Գաբրիելյանը ամփոփելով տարիների դիտորդական փորձը արձանագրում է, որ ընտրական գործընթացներում դրական փոփոխություններ են տեղի ունեցել։ 2000 թվականից սկսած ոչ մի ընտրատեղամաս մատչելի չէր, եւ մենք շարժական թեքարտակներ էինք տեղադրում, որպեսզի հաշմանդամություն ունեցողները մասնակցեն։ Տեղադրում էինք եւ նաեւ այն հաշմանդամություն ունեցողները, որոնք որ քայլելու խնդիր ունեն, դժվարություն ունեն տեղամաս հասնելու, նաեւ դրանով էինք զբաղվում, որպեսզի նրանք գան իրացնեն իրենց իրավունքը։ Տարիների ընթացքում բազմաթիվ շենքշինություններ դարձան մատչելի, մուտք որ գործում են հանրային վայրեր, հա, գոնե մուտքը արդեն թեքարտակ կա եւ հիմնականում մենք գիտենք, որ ընտրատեղամասերը այնտեղ են լինում, որ հենց առաջի հարկում, այսինքն խոչընդոտ չի հանդիսանում։ Շատ ընտրատեղամասեր մատչելի են։ Իսկ հիմա նայեք, օրենքը վերանայվեց եւ փոփոխությունների ենթարկվեց ու այն հաշմանդամություն ունեցողը, որ իր ընտրատեղամասում չի կարողանում իրացնել իր ընտրական իրավունքը, ինքը կարող է ընտրատեղամասը փոխել եւ իր քվեարկությունը կատարել այն ընտրատեղամասում, որը որ մատչելի է իր համար։ Ուղղակի այս տեղեկատվությունը պետք է հասցնել հաշմանդամություն ունեցողին։ Եվ մենք այս ընտրությունների նախաշեմին կարողացանք տեղեկատվությունը տարածել մեր սոցցանցերով, նաև տարբեր հանդիպումների միջոցով։ Լուսաստղը տարիներ շարունակ պայքարել է տեսողության խնդիրներ ունեցող անձանց գաղտնի եւ ինքնուրույն ընտրելու իրավունքի լիարժեք իրացման համար։ Անի Գաբրիելյանի խոսքով, թեև բրալյան կաղապարները նախկինում տպագրվում էին, սակայն հաճախ չէին ծառայում իրենց նպատակին։ Ընտրական հանձնաժողովների անդամները բավարար տեղեկացված չէին դրանց կիրառման կարգի մասին, ինչի հետևանքով կաղապարները մնում էին չօգտագործված։ Ժամանակի ընթացքում իրավիճակը սկսել է փոխվել։ Եկավ մի ժամանակաշրջան, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է որոշում կայացներ, որ էլ չտպի, որովհետև այդքան գումար ծախսել ու չօգտագործել դա արդեն խնդիր է։ Իսկ այս ընտրություններին ես կարող եմ ասել, համեմատենք 2021 թվականի ու 2018 թվականի հետ, այս ընթացքում ասեմ, որ բոլոր հանձնաժողովներում արդեն դասընթացներ, որ հանձնաժողովի անդամների շրջանում արվում էր դասընթացներ, բոլոր ընտրատարածքային հանձնաժողովները ունեին այդ կաղապարները։ Այս ընտրությունների ընթացքում բրալյան կաղապարները պարտադիր կտեղադրվեն ընտրողների համար տեսանելի վայրում։ Բացի այդ, հանձնաժողովի անդամները պարտավոր կլինեն տեսողության խնդիրներ ունեցող ընտրողներից ճշտել, թե ընտրությանը մասնակցելու որ ձևն են նախընտրում։ Թեև առաջընթացն ակնհայտ է, սակայն ոլորտում դեռևս կան չլուծված խնդիրներ։ Այսքանը արվում է եւ ՀԿ-ների կողմից, դե մենք մենակ չենք, ամբողջ Հայաստանի հաշմանդամություն ունեցողների խնդիրներով զբաղվող ՀԿ-ները եւս այս գործընթացում ներառված են եւ ակտիվորեն իրազեկում են հաշմանդամություն ունեցողներին, բայց մի բան էլ կա, որ արդյոք իրենք ցանկանում են իրացնել իրենց իրավունքը ընտրությանը մասնակցելով։ Շատերի մոտ անտարբերություն է, շատերը չեն ցանկանում դուրս գալ, առաջ մտածում էին, որ գնան ընտրատեղամաս, կարող ասեն տեղներն ինչքան նեղավոր եկել են ընտրության, հիմա արդեն բացառվում է դա չի լինելու, հաստատ այդ ժամանակաշրջանը անցել է, բայց ցավոք դերևս պասիվություն են ցուցաբերում։ Առանձնահատուկ ուշադրության կարիք ունի նաև լսողության առանձնահատկություններ ունեցող անձանց իրազեկվածության հարցը, նախընտրական պայքարին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերի եւ առաջարկների վերաբերյալ։ Ես մեր քաղաքի մասով ասեմ, հա,
Վանաձոր, որ դիտարկում ենք մենք այս պահին, շատ պասիվ է ու տեղեկատվությունը շատ հաճախ չի հասնում իրենց համայնք, եւ մենք մտածում ենք առաջիկա ընտրություններին, դե մենք ունենք արդեն թիմ ընտրություններ առաջիկայում, այդ ընտրությունների ընթացքում նաեւ փորձել ակտիվացնել նրանց, նաեւ նրանց ներուժը օգտագործել դիտորդական առաքելության մեջ։ Առաջիկայում կազմակերպությունը նախատեսում է ևս մեկ վերապատրաստում անցկացնել շրջիկ դիտորդների համար։ Նրանք մանրամասն կգնահատեն Վանաձոր համայնքի տարբեր բնակավայրերում տեղակայված ընտրական տեղամասերի մատչելիությունը, արձանագրելով առկա խնդիրներն ու բարելավման հնարավորությունները։